Անկախության անկյունակար թե հակառակորդի պարտադրանք, իշխանություն, ընդդիմություն, հակադրություն սահմանազատման թեմայով։ Ադրբեջանցի падգամավորը պերսոնա նոն գրատա Ռուսաստանում, Բաքու-Մոսկվա հարաբերությունները սրվում են, թե դիվանագիտական խաղ է։ Ծառայության տարիքի փոփոխություն 27-ից 37, փող ունեցողը ազատվի, չունեցողը ծառայի։ Ռուսաստանի արտգործնախարարը կժամանի Հայաստան, օրն ու ժամը հայտնի չեն։ Ներողությունը ազատում է պատասխանատվությունից, սկանդալային ծեծկռտուքի թեման քաղաքապետարանում։ Հնդկաստան-Պակիստան հարաբերությունները վառոդի տակառ, կարող է պայթել ամեն վայրկյան։ Պուտին-Թրամփ հանդիպումը պահանջված է, Կրեմլի խոսնակի կարծիքը։ Իսրայելը հաստատել է Գազայի գրավման պլանը, Համասի շուրջ օղակը սեղմվում է։ Խմած ղեկին նստեցիր, մոռացիր մեքենատ առնվազն 1 տարով։ Բուժ կենտրոնների կառավարման փոփոխություն, մարզպետարանից առողջապահության նախարարություն։ Ձերբակալվել է ՍԱՏՄ պետը, 89 տարեկանում կյանքից հեռացել է Գիտությունների ակադեմիայի նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։ Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է եթերում, տաղավարում Հայկ Նավասարդյանն է աշխատում։ Եվ այսպես Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան, տեղեկացնում է արտաքին գործերի նախարարությունը, երբ առայժմ հայտնի չէ։ Իսկ ավելի վաղ տարեսկզբին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Լավրովը հայտնել էր իր եւ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի Երևան նախատեսվող այցի մասին։ Եվ մինչև Մոսկվայի գլխավոր դիվանագետը կժամանի Երևան, նոր սկանդալ է հասունանում Մոսկվա-Բաքու հարաբերություններում եւ սա տեղի ունենում Ռուսիո պատրիարք Կիրիլի Ադրբեջան այցի ֆոնին։ Բանն այն է, որ ռուսական սև ցուցակում հայտնված ադրբեջանցի падգամավորին առանց երկար բարակ բացատրելու Մոսկվայի օդանավականում ձերբակալել են ու ուղարկել այնտեղ, որտեղից եկել էր։ Իսկ Ադրբեջանի պատվիրակությունը Աստրախան էր մեկնում փոխնահանգապետի հրավերով մասնակցելու երկրի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումներին։ Ինչ քայլ կանի Բաքուն ի պատասխան Մոսկվայի դիվանագիտական ապտակի, Տիգրանուհի Կուրղինյանի ռեպորտաժը։ Ադրբեջանի Միլի Մեջլիսի падգամավորը վայրեջք է կատարել ռուսական օդանավակայանում ու տեղնուտեղը ձերբակալվել, հետո ադրբեջանցի չինովնիկին հետ են ուղարկել իր հայրենիք, ասել են ձեր մուտքն արգելված է։ Սկանդալը դիվանագիտական նշանակություն ստացավ, երբ պարզվեց, որ падգամավորին Ռուսաստան են հրավիրել հենց իրենք տանտերերը Ալիևներից Հեյդարին նվիրված միջոցառումներին մասնակցելու, սակայն հենց ռուսական կողմն էլ Մոսկվայի օդանավակայանում նրան թույլ չի տվել նստել Աստրախան թռչող ինքնաթիռը։ Ադրբեջանական կողմը պնդում է, թե իրենց Բադամովին ռուսական կողմը ոչինչ չի պարզաբանել։ Մենք դիմել ենք Ռուսաստանի արտգործնախարարություն, պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ դեպքը կհետաքննվի, բայց պատճառները չի բացատրել։ Բաքուն սա համարում է ոչ բարեկամական քայլ եւ սպասում է Ռուսաստանից պարզաբանումների։ Այն, որ падգամավորի հետ կապված միջադեպը քաղաքական տարեր ունի, առաջինը սկսեցին գրել ադրբեջանական լրատվամիջոցները, ենթադրում են, որ միջադեպը տեղի է ունեցել Պետդումայի падգամավոր Նիկոլայ Վալուևի հասցեին Բադամովի հայտարարությունների պատճառով։ Ամիսներ առաջ, երբ Բաքուն որոշեց փակել ռուսական տունը, Վալուևը սոցկայքում վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել ադրբեջանցիների հասցեին։ Բադամովը նույն ոգով ու տոնով հակադարձել էր նրան։ Մոսկվա-Բաքու հարաբերությունները հալած կարագի պես չեն, քաղաքագետն է հիշեցնում, դրանք հատկապես սրվեցին, երբ ղազախական Ակտաու քաղաքի մոտ կործանվեց ադրբեջանական ինքնաթիռ։ Պաշտոնական Բաքուն մեղադրեց Մոսկվային, այստեղ էլ իրադարձությունները սկսեցին ծավալվել։ Տեղեկություններ կան, որ այդ ռուսական ռեփ համակարգը, ռադիոէլեկտրոնային տեղորոշիչ կայանները փորձել են խլացնել նաև Ալիևի ինքնաթիռի այդ արբանյակային կապը։ Ինչ որ ներգործություն են ունեցել նաև Ադրբեջանի նախագահական ինքնաթիռի վրա, Ալիևի ներկայացուցիչն Ռուսաստանից հենց սրա հետ են կապում։ Հետո տեղի ունեցավ Ադրբեջանում ռուսական տան հետ կապված միջադեպը, որին ադրբեջանական պետական հեռուստալիքը լրտեսության մեջ մեղադրեց։ Այդ ժամանակ դարձյալ շահագրգիռ կողմերը սկսեցին քննարկել, ինչու է Ալիևը փչացնում հարաբերությունները Մոսկվայի հետ։ Հիմա նորից նույն քննարկումն է հասունանում։ Ինչու է Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը Մոսկվայից այսպիսի կոշտ ռետորաբանությամբ պատասխաններ պահանջում։ Քաղաքագետն ասում է, որքան էլ մեկ սրվում, մեկ փափկում են այս երկրների հարաբերությունները, ամեն դեպքում փոխադարձ շահեր կան, որ անդառնալիության կետին չեն հասցնում։ Ալիևյան ոչ է դիվանագիտություն խաղալ բոլորի հետ։ Ռուսաստանին ակնհայտապետք է այս փուլում Ադրբեջանը, Ադրբեջանից ինչ-ինչ շահեր ունի եւ
Չուզում հարաբերությունները այդպես կտրուկ արտասնել։ Դրա համար նույնիսկ ռուսները շատ նույնը աչք են փակում եւ ալիևները օգտվելով դրանից հետո կարողանում են այսպես ասած ակրորանալ։ Ադրբեջանը գնում է ռուսական գազը, դա օգտագործում իր ներքին պահանջների համար, իսկ սեփական գազը արտահանում Եվրոպա։ Եվ քանի դեռ կան տնտեսական փոխադարձ շահերը ու փողը հարց է լուծում, ենթադրելի է, որ չի գաղտնազերծվի քաղաքական սևարկը։ Պատգամավորական ոչ բարեկամական այս սկանդալը կտրուկ հայտարարություններ կգեներացնի, բայց նավթն ու գազը անխոչնդոտ տեղ կհասնեն։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։ Այնինչ ստացել ենք Տավուշում սահմանազատման շնորհիվ Հայաստանի անկախության հիմնաքարերից մեկն է, լրագրողների հետ զրույցում հայտնել է խորհրդանի նախագահ Ալեն Սիմոնյանը, հավելել, թե գործընթացը շարունակվում է, տեխնիկական քննարկումներ կան, կողմերի միջև անհամաձայնություն չկա։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության ղեկավարը սակայն խոսում է հակառակորդի պարտադրանքի մասին, ասում է գործընթացը ձգձգվում է, որովհետև հակառակորդը ուզում է հայկական կողմին միակողմանի զիջումներ պարտադրել, ինչպես դա արել է արդեն սահմանազատված համարվող հատվածում։ Մենք ստացանք սահման, որը որ ճանաչվել է հակառակորդ կողմից, մենք ստացանք սահման, որտեղ կանգնած են սահմանապահները եւ որտեղ որ ավելի ապահով է, քան այն մասերում, որը որ դեռ որևիցե ձևով սահմանազատում եւ սահմանագծում տեղի չի ունեցել, անդրադառնալով ձեր հարցին, process-ը շարունակվում է, հիմա քննարկվում է այն մասերը, որտեղ որ հետագայում շարունակություն է լինելու եւ ես գոհունակությամբ պետք է ասեմ, որ այդ process-ը մենք ավարտին ենք հասցնելու եւ ֆիքսել ենք նաեւ, որ այդ process-ը տեղի ունենալու Վրաստանի սահմանից մինչեւ Իրանի սահման։ Եթե հայկական կողմը զիջել է, այսպես ասած, ճակերտներով ասած, սահմանազատում, սահմանագծում է իրականացվել, ինչու որևիցե մեկ այլ հատվածում Ադրբեջանը որևիցե մի զիջում չի իրականացնել, թեկուզ նույն այդ հատվածում, Կիրանցի բերքաբերի հատվածում, որտեղ որ 800 հեկտարից ավել մենք տարածքներ ունենք, եթե իրենք փողզիջման գնային, իրենք էլ նույն այդ տարածքում կզիջեին, այսինքն սա միակողմանի զիջում է։ Պարտադիր ժամկետային զինծառայության տարիքային շեմը կարող է փոփոխվել 27-ից դառնալով 37 տարեկան։ Օրենսդրական նախաձեռնությունը իշխող կուսակցության падգամավորինն է։ Առաջարկ կան նաև մինչև 18 տարեկան Արական սեռի քաղաքացիների համար Հայաստանի քաղաքացիությունը փոխելու համար բազային տուրքը դարձնել 15 միլիոն դրամ։ Սա այն գումարն է, որը 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացին կարող է վճարել եւ ազատվել քրեական պատասխանատվությունից։ Իսկ մեր երկրում 2020-24-ին Արական սեռի մինչև 18 տարեկան 8721 քաղաքացի հրաժարվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից։ ՔՊԱ-ականներն են օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկել։ Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27 տարեկանից դարձնել 37։ Օրենսդրական նախաձեռնության հեղինակները հիմնավորման մեջ նշում են, որ նպատակ են դրել այս կերպ մեծացնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչվողների թիվը, կանխել մեծ թվով Արական սեռի քաղաքացիների Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերը, կանխել նաև մեծաթիվ քաղաքացիների մինչև 37 տարեկանը լրանալը հետախուզման մեջ մնալը։ Ամենայն հավանականությամբ հրապարակավ իրենք ասելու են հաշվի առնելով մեր զորակոչային պոտենցիալի ոչ բարվոք լինելը, այն մարտական խնդրի առջև, որ զինված ուժերը եւ գերագույն հրամանատարը կարող են դնել կամ գլխավոր շտաբը, չի բավարարում։ Դա համար տարիքային շեմը բարձրացնում ենք, որովհետեւ զորակոչվածների քանակը, պայթազորում գտնողների քանակը ավելի մեծ լինի։ Ռազմական ոլորտի մասնագետները մյուս կողմից էլ կարծում են, որ այս նախագիծը կարող է հակառակ էֆեկտ ունենալ։ Զորակոչային տարիքի քաղաքացիների համար սա կարող է արտագաղթի պատուհան դառնալ։ Մինչև 27 տարեկանի դեպքում էին շատերը լքում երկիրը։ Այս դեպքում էլ արտասահմանում կսպասեն, որ 37-ը լրանա։ Ինքը հակառակ էֆեկտը կարող է տա։ Ես չեմ բացառում, որ ուղղակի մեր երկրի քաղաքացիները առավելագույն դեպքեն, որպեսզի իրենց զավակները, այո, Հայաստանից դուրս գան մինչև 37 տարեկան Հայաստան չգան։ ՔՊԱ-ականները նախաձեռնել էին նաև զինվորական ծառայությունից ազատվելու համար ֆինանսական փոխհատուցում, բարձրացրել վճարի շեմը։ Այն արդեն ուժի մեջ է մտել։ Բավականին խիստ դեմ եմ եղել այդ վճարների հետ պահով։ Պատերազմող երկրում իսկ մենք պատերազմող երկիր ենք, քանի որ դեռևս այսպես կոչված խաղաղության պայմանագրեր կնքված չի։ Չի կարելի ծառայությունը եւ չծառայելը փոխհատուցել գումարով։ Սա ուղղակիորեն աղքատների կամ բանվորների եւ գյուղացիների բանակ սարքելու կամ ստեղծելու հստակ միտում ունի։ Այսինքն ով գումար ունի տալիս է չի ծառայում, իր զավակը ով գումար չունի ծառայում է։ Դուք պատկերացնում եք ինչպիսի լարումներ են առաջանալու։ Առաջարկվում է նաև մինչև 18 տարեկան Արական սեռի քաղաքացիների համար Հայաստանի
քաղաքացիությունը փոխելու համար բազային տուրքը դարձնել 15 միլիոն դրամ։ Այսքան գումար են վճարում 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած Հայաստանի քաղաքացիները քրեական պատասխանատվությունից ազատվելու համար։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Իսկ այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ հատվածում։ Ներողությունը ազատում է պատասխանատվությունից, սկանդալային ծեծկռտուքի թեման քաղաքապետարանում։ Հնդկաստան-Պակիստան հարաբերությունները վառոդի տակառ, կարող է պայթել ամեն վայրկյան։ Պուտին-Թրամփ հանդիպումը պահանջված է, Կրեմլի խոսնակի կարծիքը։ Իսրայելը հաստատել է Գազայի գրավման պլանը, Համասի շուրջ օղակը սեղմվում է։ Խմած ղեկին նստեցիր, մոռացիր մեքենատ առնվազն 1 տարով։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը, այժմ միջազգային լրահոս։ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը պահանջված է, այսպիսի կարծիք է հայտնել Կրեմլի մամուլի քարտուղարը Դմիտրի Պեսկովի խոսքով նման հանդիպումը պետք է համարժեք պատրաստել, ինչը պահանջում է նաև գործուն ջանքեր փորձագիտական տարբեր մակարդակներում։ Հիշեցնեմ, ավելի վաղ ԱՄՆ առաջնորդը նշել էր, որ մայիսի կեսերին թագավորություն կատարած այցի ժամանակ կքննարկի Սաուդյան Արաբիայում Պուտինի հետ հնարավոր հանդիպման տարբերակը։ Իսրայելի անվտանգության կաբինետը միաձայն հաստատել է Գազայի գրավման պլանը։ The Times of Israel-ը գրում է, որ Թել Ավիվը նախատեսում է վերահսկողություն սահմանել տարածքի վրա նպատակ ունենալով հարվածել Համասի դիրքերին։ Գործողությունների նոր փուլը ըստ պլանի կսկսվի միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տարածաշրջանային այցից հետո։ Ըստ պաշտոնյաների գործողությունը սկսվելու է փուլային, նախ փոքր հատվածում, ապա ընդլայնվելով։ Միևնույն ժամանակ հաստատվել է Գազա օգնություն վերադարձնելու ծրագիրը, նվազեցնելու այն ռիսկը, որ օգնությունը կհայտնվի Համասի ձեռքում։ Ապրիլի 22-ին 26 մարդու կյանք խլած ահաբեկչությունը կարող է մնալ Պակիստանի կոկորդին։ Դելհի-Իսլամաբադ հարաբերությունն այս պահին վառոդի տակառ է, հիշեցնում, որ կարող է պայթել ամեն վայրկյան։ Ի պատասխան Պահալգամի քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչության Հնդկաստանը փակել է Պակիստան տանող ջրի ճանապարհը, ռազմաօդային ուժերը բերել մարտական պատրաստության բարձր աստիճանի, որոնք կարող են օդ բարձրանալ առաջին իսկ հրամանի դեպքում։ Հարևանների միջև հարցերը հարթելու համար Իսլամաբադ է մեկնել Իրանի գլխավոր դիվանագետը։ Սրվում է Պակիստանը-հնդկական ճգնաժամը, Իսլամաբադը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ է խնդրել Հնդկաստանի հետ լարվածության աճի պատճառով։ Այս ընթացքում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին մեկնել է Պակիստան, ղեկավարության հետ հանդիպելու, իրավիճակին առնչվող հարցեր կքննարկվեն։ Մենք կողմ ենք Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության նվազեցմանը, սերտ խորհրդակցություններ կանցկացնենք Պակիստանի իշխանությունների հետ և կքննարկենք տարածաշրջանային հարցերը։ Ահաբեկչությունից հետո Հնդկաստանը գրեթե 2 անգամ կրճատել է Իսլամաբադում իր դեսպանության աշխատակիցների թիվը։ Անցանկալի անձ է հայտարարել Հնդկաստանում Պակիստանի դիվանագիտական ներկայացուցչության ռազմական խորհրդականներին, փակել է Պակիստանի հետ սահմանին գտնվող Աթարի առանցքային անցակետը։ Նաև որոշել են անհապաղ դադարեցնել վիզաների տրամադրումը Պակիստանի քաղաքացիներին և չեղարկել ավելի վաղ տրամադրվածները։ Նյու Դելհին դադարեցրել է ջրի մատակարարումը, սա արդեն մեծ իրադարձություն է, որ պատերազմական ակտ է որակվում։ Մեծ պատերազմ, որ կներգրավի աշխարհի խոշորներին, թե փոքր բախում որպես վենդետա, ինչ սպասել։ Հնդկաստանը ասում է, որ քանի որ սա ահաբեկչական գործողություն է, մենք պետք է հարվածենք Պակիստանի այն կետերին, որտեղ սկիզբ են առնում եւ որտեղ պահվում են, այսպես ասած, այդ տերորիստները։ Ինքը իրավիճակը իհարկե այնքան սուր չէ, որ տանի շատ մեծ գլոբալ պատերազմի, հաշվի առնելով, որ երկու երկրներն միջուկային տերություններ են, ամեն դեպքում շատ երկարատև էսկալացիա դժվար թե ակնկալելի լինի։ Երկարատև ոչ, բայց կարճատև բախում կարող է լինել ըստ փորձագետների, հաշվի առնելով նաև հնդկական հռետորաբանությունն ու կոշտ դիրքորոշումը։ Այս դեպքում չեն տուժի Հնդկաստանի հարաբերությունները այն երկրների հետ, որոնց հետ համագործակցում է, այդ թվում Հայաստանի։ Փորձագետները նման վտանգ տեսնում են միայն երկարատև ու ծավալուն բախման պարագայում։ Ես չեմ կարծում որևէ ազդեցություն կլինի Կասկադանի կողմից Հայաստանի մատակարարվող զենքի եւ զինամթերքի քանակի կամ արագության վրա։ Բայց իհարկե, եթե լինի ավելի լայնածավալ պատերազմ, որի հավանականությունը հենց հնդկական փորձագետների
հետ մեր զրույցներում նույնպես բոլորը փաստում են, որ բավականին փոքր է, այսինքն մեր երկարատև լայնածավալ պատերազմը չի ակնկալվում, ապա այդ ոչ հավանական սցենարի դեպքում այո, հնարավոր է ինչ-որ ուշացումներ։ Պաշտոնական միջնորդներ չկան, բայց միջուկային զենք ունեցող երկրների բախումը շատ պետությունների ուշադրությունն է սևեռել դեպի այս ճակատ, որովհետև ըստ փորձագետների դրա բռնկումը չի ավարտվի միայն այս երկու պետություններով։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։ Նորից մեր խնդիրների մասին Նորքի թաղապետարանում տեղի ունեցած սկանդալային ծեծկռտուքի գործով դատարանը կորոշի ով է ճիշտ եւ ով սխալ։ Քրեական գործը իր հունով ընթանում է, գործակարգավարական նիստում հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը անընդունելի համարել բռունցքներով հարցեր պարզելու պրակտիկան։ Ինքը թաղապետն էլ է զղջացել արարքի համար ներողամտություն հայցել։ Փաստաբանական համայնքը մինչդեռ կոշտ գնահատական է սպասում, պատասխանատվություն ու աշխատանքից ազատում։ Նոր-Նորքի թաղապետարանում տեղ ունեցած հայտնի ծեծկռտուքին անդրադարձավ քաղաքապետը գործակարգավարական նիստում։ Բռունցքներով ֆիզիկական բռնություն գործադրելով հարցերը չպետք է լուծել։ Ամեն օր ինչ-որ մեկը ինձ վիրավորում է։ Ինձ, բոլորիս, ամեն մեկիս անհատապես ինչ-որ մեկը վիրավորում է։ Թևերներս չեն քշտում գնում իրանց ծեծելու։ Դա մեր վարքականոնը չի, դա չի կարող լինել մեր վարքականոնը։ Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարն այստեղ չլռեց, արձագանքելով քաղաքապետին հայտնեց, թե իրեն սադրել են, ներողամտություն էլ հայցեց։ Այո, տեսարանը ոչ հաճելիներից էր եւ կարծում եմ, որպես վարչական շրջանի ղեկավար չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն։ Ցավում եմ տեղի ունեցածի համար եւ ձեզանից, պարոն քաղաքապետ, եւ մեր հանրությունից Եվս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն։ Քրեական գործը արդեն իր ընթացքով կգնա եւ դատարանը կորոշի ով է ճիշտ եւ ով սխալ։ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարն էր արձագանքել Նոր-Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպին, հայտնելով, թե եթե քաղաքապետը աշխատանքից ազատի Նոր-Նորքի թաղապետին, ապա հանրապետություն կուսակցության ներկայացուցիչները վայր կդնեն իրենց բոլոր լիազորությունները։ Ավինյանին Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի այդ հայտարարությունը դուր չէր եկել։ Ձեր հայտարարությունը սխալ հայտարարություն էր, որովհետեւ Երևանի քաղաքապետը ամենայն հարգանքով հարգելիներս չի կարող զուտ միայն կուսակցական տրամաբանությունից ելնի կամ գործընկերային կամ մեկին սիրում է կամ մեկին չի սիրում։ Նոր-Նորքի թաղապետն իդեպ այդ միջադեպից հետո լրագրողների հետ զրույցում չէր էլ զղջացել արարքի համար։ Ավելին հայտնել էր, թե ինչ արել է լավ է արել։ Ես ինձ պահել եմ մնես, ոնց որ կպահեր յուրաքանչյուր նորմալ հայ մարդ։ Այդ միջադեպից հետո իրավաբանական եւ փաստաբանական համայնքները կոշտ արձագանքեցին թաղապետի արարքին, քննադատելով պետական իրավապահ մարմիններին ակնկալում էին, որ թաղապետը պետք է պատշաճ պատասխանատվություն կրի, ընդհուպ պաշտոնից ազատում իր արարքի համար։ Քննչական կոմիտեում երկու քրեական գործ է հարուցվել, մեկը խուլիգանության հոդվածով Չախոյանի եւ Մանուկյանի նկատմամբ, մյուսը ֆիզիկական ներգործության հոդվածով, տեղի ունեցած ծեծի հետ կապված։ Մի հրեք։ Մեղադրանքի առաջադրվել նաեւ թաղապետին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Թե տեխնիկական, թե բովանդակային բազմաթիվ սխալներ են նկատել մասնագետները նախնական զինվորական պատրաստության 8-րդ դասարանի գրքում։ Մի օրինակ, դասագրքում պատկերված զինծառայողը հայկական համազգեստով չէ, ՆԱՏՕ-ի հանդերձակ է կրում, ինչը մասնագետը անընդունելի է համարում։ Պատասխանատու գերատեսչությունը այս հարցը գրատուն է ուղարկում։ Ինչն է այդքան մտահոգում նախնական զինվորական պատրաստություն առարկայի մասնագետներին, 8-րդ դասարանի դասագրքում արկա սխալները, թե դրանցից բխող հետևանքները։ Մասնագետն ասում է, մինչև դասագրքերն ուղղվեն, սխալ ինֆորմացիան աշակերտների մոտ կտպավորվի, բացի այդ սխալների մեծ մասը կոպտագույն են։ Մոտ 200 սխալ եմ հայտնաբերել նորաթուղ դասագրքերում, ուղղորդել եմ դիմումներ ԿԳՄՍ նախարարություն, ԿԳՄՍ նախարարությունը ոնց որ միջնորդ կազմակերպություն ուղղել է գրություններս աստղիկ գրատուն, որտեղ այդ դասագիրքը հրատարակվել է։ Հանրակրթական պետական չափորոշչի ներդրմամբ պայմանավորված ըստ մասնագետի փոխվեցին 2024-25 ուսումնական տարվա դասագրքերը, որոնք մի շարք վրիպակներով, անճշտություններով ու խայտառակ սխալներով դրվեցին աշակերտների սեղանին։
ուզում են առարկան սարքեն անվտանգ կենսագործունեություն եւ արտակարգ իրավիճակներ եւ այսօր արդեն հետական չափորոշիչների մեջ պատերազմ մարդ հասկացողությունը ոնց որ վերացված լինի, այսինքն զինվորը դա արտակարգ իրավիճակում է հայտնվում։ Բազմաթիվ ուղղություններում մենք տեսնում ենք պացիֆիստական ըստ էության տրամադրություններ գործադիրի կողմից, օրենսդիրի կողմից, որոնք փաստացի ցույց են տալի այն կարգավիճակը, որը պատերազմից հետո գտնում է Հայաստանը։ Տեխնիկական սխալներից բացի դասագրքում քիչ չեն նաև բովանդակայինները։ Չկա հայկական զինված ուժերի համազգեստի որևէ նկար դասագրքի մեջ, ՆԱՏՕ-ի բլոկի մեջ մտնող ըստ երևույթի թուրքական բանակի համազգեստի զինվորա պատկերված մարտավարության հիմունքների մեջ։ Ու նման տիպի կասկածելի լիքը հանգամանքներ։ Պահեստազորի փոխգնդապետը նկատում է, բոլոր նպաստավոր պայմանները ստեղծվում են, որպիսի երեխաները չմոտիվացվեն, հայրենասիրությունից հեռու լինեն, իսկ դասագրքի պատրաստումը հանձնարարվում է ոչ պրոֆեսիոնալներին, որոնց թեթև ձեռքով էլ աղավաղվում են փաստերն ու անգրագետ է մնում մի ամբողջ սերունդ։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Ուրախ առիթով թե անառիթ բաժակ բարձրացնելիս 7 չափեք 1 կտրեք։ Մի խմեք, հատկապես երբ մեքենայով եք, երթևեկության հարցերի փորձագետը օրինակ խորհուրդ է տալիս նման դեպքերում տաքսիով տեղաշարժվել, հակառակ պարագայում խմած ղեկին նստեք, պարեկը ստուգի, մեքենայի մասին կմոռանաք առնվազն 1 տարի։ Վարորդական իրավունքից զրկելու դեպքերն ավելացել են մեր երկրում։ Պաշտոնական տվյալներն ասում են, որ անցած 2024 թվականի ընթացքում 5412 վարորդի արգելել են տրանսպորտային միջոց վարել, մինչդեռ դրան նախորդող 2023-ի ամփոփ տվյալներով այդ թիվը 4587 էր, պակաս 825-ով։ Վերահսկողության խստացման արդյունքն է ներքին գործերի նախարարությունում են համոզված։ Այս տեսակետը կիսում է նաև երթևեկության հարցերի փորձագետը, որպես վարորդել էր նկատել, հաշվել, առնվազն 4 անգամ սթափության զննության նպատակով են պարեկները մեքենան կանգնեցրել։ Ենթադրում եմ, որ ընդհանուր առմամբ խմած մեքենա վարելու հետ կապված ստուգումներն են ավելացել ու այդ հիմքով են հիմնականում զրկումները տեղի ունեցել։ Դե մեր մոտ հələ որ ամեն տարի մահացությունների թիվը աճում է, ու խմացությունը հիմնական պատճառներից մեկն է։ Այն հարցերից է, որտեղ որ նշանի շուտ մեծ մշակույթը մեր մոտ մտնի, որ ավելի լավ է տաքսոն վճարես, քան թե մի տարի առանց վարորդական վկայականի երթևեկես, այնքան օգուտ կլիներ երթևեկության։ Ոչ սթափ վիճակում մեքենա վարելու դեպքում ըստ օրենքի վարորդական իրավունքից քաղաքացին զրկվում է նախ 1 տարի ժամկետով։ Սակայն եթե հրաժարվում է սթափության զննությունն անցնել, ապա ժամկետը միանգամից կրկնապատկվում է 12 ամսվա փոխարեն 24 ամիս։ Իսկ այս ամիսների ընթացքում մեքենայի ղեկին նստելը ոչ ավելի, ոչ պակաս քրեական պատասխանատվության դուռը կարող է հասցնել։ Մեկ էլ զենք զինամթերք են հաջող ստուգում, եթե իհարկե քաղաքացու իրավունքների ոտնահարումով չեն անում, էլի նորմալ պրակտիկա է։ Վարորդների իրավունքների մասին փաստաբանն ասում է, այնուամենայնիվ վարորդական իրավունքից զրկելու դեպքերի մեծ մասը առանց հիմնավորումների են, հասնում են դատարան, բեկանվում են։ Տպավորություն է, որ հենց վարչական կայացնող սուբյեկտը, տվյալ դեպքում պարեկը, պաշտոնը չի տիրապետում անհրաժեշտ օրենսդրության կարգին։ Կոպիտ ասած, հստակ ինչ-որ շաբլոնային տեքստեր են անգիր արել, երբ որ դու փորձում ես դրանից դուրս ինչ-որ իրավական բան իրեն բացատրել, ինքը ասում է, ձեր իրավունքն է բողոքարկել։ Ես կազմում դուք գնացեք բողոքարկեք, բայց ինչի այդ պահին ակտը կազմել զրկում անել։ Օրինակ, եթե կարելի է այդ պահին հարցը քննարկել ու լուծում ստանալ։ Մեր վարորդներն ի դեպ տարվա համար 9-ի փոխարեն արդեն 13 բալ ունեն։ Օրենսդրական նոր կարգավորումն ընդամենը նորեր առաջ մտավ ուժի մեջ, բայց հիշենք նաև, որ 2024-ին բալերի սպառման հիմքով վարորդական վկայականների կասեցման դեպքերը եւս աճ էին ունեցել։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ունենք, կվերադառնանք րոպեներ անց։ Բուժկենտրոնների կառավարման փոփոխություն, մարզպետարանից առողջապահության նախարարություն։ Ձերբակալվել է ՍԱՏՄ պետը, 89 տարեկանում կյանքից հեռացել է Գիտությունների ակադեմիայի նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։
Վերահսկել ծախսերը, գույքագրել եկամուտները, մարզային բուժկենտրոնները այս մոդելով անցնում են առողջապահության նախարարության ենթակայությանը։ Փորձագիտական համայնքը սակայն թերահավատ է, ասում են ոլորտային նախարարությունը երկակի ստանդարտներ է կիրառում եւ սա ավելի շատ նման է միանձնյա որոշումներ կայացնելուն։ Տարվա սկզբին էր առողջապահության նախարարությունը ցանկություն հայտնեց կարճ ժամանակ անց էլ իրագործեց այն։ Մարզային բուժհաստատությունների կառավարումը մարզպետարաններից իր ձեռքը վերցրեց։ Ու ահա առողջապահության գլխավոր պատասխանատուն նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն ավելի կուռ միասնական համակարգ ունենալու օրակարգով 42 բուժկենտրոնի տնօրեններին մեկ հարկի տակ է հավաքել, ներկայացրել իրենց քաղաքականության առաջնահերթությունները, մեկ հստակ պահանջ դրել։ Նախարարը հստակ պահանջ է դրել հատկապես ուշադիր լինել ծախսերի եկամուտների համամասնության ուղղությամբ։ Ծախսերն ու եկամուտները բուժկենտրոնների կառավարման մոդելը փոխելու հենց առանցքային պատճառներից էին նախարարությունը հիմնավորել էր ծախսերի հիմնական տեսակարար կշիռն աշխատավարձերն են, ինչը առողջապահական կազմակերպության համար խնդրահարույց է, ոչ ճիշտ պլանավորման արդյունք։ Գերատեսչությունը հույսել չուներ, թե համապատասխան գիտելիքներով ու փորձով կառավարիչների կգտնի մարզային ենթակայության մեծաթիվ բուժկենտրոնների համար ու նաև այս պատճառով միակ հնարավորությունը աղեկն իր ձեռքն առնելու տարբերակը տեսավ։ Իհարկե առողջապահության նախարարությունը պետք է մարզային բուժ հիմնարկների թե կառավարման, թե վերահսկողության գործընթացում իր դերը ունենա, թեկուզ նրա համար, որպեսզի ապահովի կադրային որակների բարելավումը։ Եթե մնացած հարցերը չքննարկենք, բայց միանձնյա կառավարելը դա միանշանակ սխալ է։ Փորձագիտական համայնքն ի սկզբանե դեմ էր այս ձեռնարկին, պնդում էին լուրջ հետընթաց է, որ համակարգը բազում նոր խնդիրների առջև է կանգնեցնելու։ Նաև հակադեմոկրատական բնորոշումն էին տալիս։ Առողջապահության կազմակերպիչն օրինակ նշում է, կարելի էր կառավարումը մասնակի վերցնել։ Երևան քաղաքում պետական ծննդատուն փակվեց։ Բա ինչի՞ այդ ժամանակ առողջապահության նախարարությունը այդքան նամակներ ուղղեց եւ այլն, ոչ մի գործուն քայլ չարեցին, ոչ մի դերակատարում չարեցին։ Հիմա անհանգիստ են մարզային հիվանդանոցների ճակատագրի վերաբերյալ։ Այլի երկակի ստանդարտներ է։ Մարզային բուժ հիմնարկների կառավարման մոդելը փոխելուց բացի հիշեցնեմ, որ այս կենտրոնները զուգահեռ նաև օպտիմալացվում են։ Էլի արդյունավետ կառավարման հարցն է սեղանին։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Վերջին տարիներին Հայաստանում պարբերական հիվանդության աճ է նկատվում։ Այս պահին մինչև 18 տարեկան մոտ 3600 երեխա է բուժում ստանում։ Որովայնացավերով եւ տենդով արտահայտվող հիվանդության դեմ առնելու համար կարևոր է ժամանակի նախտորոշել պատճառը, ընդունել օրական դեղահաբերը։ Այս հիվանդությունը մեր երկրում հաճախ երևանյան են կոչում, թեև ավելի շատ տարածված է միջերկրածովյան երկրներում։ Որքան վտանգավոր է խորհրդավոր տենդը, որ երևանյան կոչեցին։ Ինքնազգացողությունը կտրուկ վատ թրանում է։ Ջերմաստիճանը հաճախ բարձրանում 38-ից 40 աստիճան եւ ուղեկցվում որովայնի, կրծքավանդակի կամ հոդերի ցավերով։ Գանգատները տևում են 3-ից 4 օր ու ինքնուրույն հեռանում։ Տենդը 20-ից ավելի անուններ ունի, մասնագետի խոսքով ամենաչստացվածը երևանյան հիվանդություն տերմինն է։ Այն որևէ կապ չունի Երևանի հետ։ Կոչվում է պարբերական հիվանդություն։ Հիվանդությունը բնորոշ է միջերկրածովյան ավազանին ապրող բնակիչներին, այսինքն թուրքերին, հրեաներին, պաղեստինցիներին, նաև Հյուսիսային Աֆրիկայի ժողովրդին, բայց ստատիստիկական տվյալները խոսում են նրանով, որ հայերի մոտ ավելի ծանր է ընթանում, Հայաստանում ապրող հայերի մոտ առավել ևս։ Թեպետ հիվանդությունն առավել բարդ է հայաստանաբնակների համար, բայց Հայաստանից դուրս գալու դեպքում համարել, որ կմոռանան հիվանդության մասին, առասպել է, ասում է մասնագետը։ Բժիշկ Մուկուչյանի խոսքով յուրաքանչյուր 3-րդ կամ 4-րդ հայը մեկ մուտացված գենի կրող է։ Ախտանշաններն ի հայտ են գալիս երկկողմանի մուտացիայի դեպքում։ Բնականաբար հիվանդությունը չի վերանա, գենետիկորեն դա մենք կրում ենք, կան տվյալներ, որ Հայաստանից դուրս կարող է ավելի թեթև ընթանալ, կամ Հայաստանից դուրս մեր հայրենակիցները ավելի կարգապահ են դառնում եւ ավելի պարտաճանաչել սկսում դեղորայք կիրառել։ Հիվանդությունը երիկամների ամիլոիդոզի կարող է հանգեցնել։ Եվս մեկ լուրջ հետևանք է անպտղությունը, ընդ որում թե կանանց, թե տղամարդկանց մոտ։ Վերջին տարիներին այն գրեթե լիովին վերահսկելի է դեղամիջոցների օգնությամբ, սակայն մասնագետն ասում է, մարդիկ հակված են մտածել, որ դեղորայքից է անպտղություն առաջանալու։ Էլինան արդեն բարդացված փուլում է իմացել հիվանդության մասին, բայց սեփական փորձից ելնելով է փաստում, որ ժամանակին բուժում ստանալն օգնում է խուսափել հետագա բարդություններից։ Արդեն երիկամների հետ կապված, քանի որ խնդիր ունեի, համ դա էինք բուժում, համ էլ կոլխիցինով արդեն սկսեցի։ Նույնիսկ առաջի օր խմել եմ կոլխիցին, հասկացել եմ, որ այդ ցավերս մեղմանում են, արդեն 3-րդ տարին է այս ամեն օր խմում եմ ու շատ լավ եմ, անալիզներս ամեն ինչ շատ լավ է եկել ու ոչ մի տեսակի այլ խնդիր չունեմ։ Իսկ ես մանկություն ունեցել եմ համ հոդերի հետ կապված խնդիր, համ որովայնի ցավ, այլ չասեմ քանի անգամ վիրահատություններ եմ տարել։
Ծնողներն ավելի վաղ են իմացել հիվանդության մասին։ Հավատալով միֆերին, խուճապ չառաջացնելու համար չեն բարձրաձայնել։ Մինչդեռ Էլինան բավականին բարդ փուլում հիվանդությանն առերեսվելով է սկսել բուժումն ու գոհ է արդյունքից։ Ասում է, պետք է ի սկզբանե ընդունել իրավիճակն ու վերահսկել։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։ Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում երկրորդ օրն է շարունակվում է 2 տարեկան տղայի որոնողական աշխատանքները, ներգրավված են ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցները։ Երեխայի անհետացման փաստի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Իսկ 89 տարեկանում կյանքից հեռացել է Գիտությունների ազգային ակադեմիայի նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։ Օրվա կարևորը մեկ տեսաշարում։ Հայաստանի կառավարությունը շարունակում է փակ պահել վարչապետի, նախագահի ու ազգային ժողովի նախագահի արարողակարգային տրանսպորտային կեցության ծախսերը, չնայած Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը Գրեկոն այդ ծախսերի թափանցիկություն է պահանջում։ Հայաստանի նախագահը հստազատություն ռադիոկայանի վերջին 6 ամսում 6 արտերկրյա այց է ունեցել։ Ապրիլի 26-ին Վատիկանում Հռոմի Պապի հուղարկավորության արարողությունը չհաշված։ Երևանի Կոնտ թաղամասի առանձնատներում են բնակվում վարչապետը, ազգային ժողովի նախագահը, արտգործնախարարը, այստեղ պահպանությունն ու սպասարկումն իրականացնում է կառավարական առանձնատների տնտեսություն ՊՕԱԿ-ը, ինչ ծախսեր են կատարվում ու ինչպես։ Այստեղ էլ վարչապետի, նախագահի, ազգային ժողովի նախագահի սննդի, կեցության, տրանսպորտի արարողակարգային ծախսերը դեռևս հրապարակային չեն։ 5 տարվա ընթացքում 2018-23 թվականներին բազմապատիկ աճել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը։ Իշխանական թևից են տեղեկացնում։ Պատգամավոր Հայկ Սարգսյանը նկատել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն այսօր լուրջ խնդիր է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Պատիժը ըստ պատգամավորի պետք է լինի հնարավորինս խիստ, որպեսզի աճը կանխվի։ Օրինակ է բերել մի շարք երկրներում ՑՄՀ ազատազրկում եւ մահապատիժ է սահմանված։ Առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել Հայաստանի քրեական օրենսգրքում։ Առանձին հոդվածներում ծանրացնող հանգամանք սահմանել, արարքը տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով կատարելը, նաև որպես առանձնապես ծանրացնող հանգամանք սահմանել անչափահասի ներգրավմամբ արարքը կատարելը։ Առաջարկվում է նաև սահմանել կարգավորումներ անձի անօգնական վիճակը օգտագործելով հանցանքը կատարելու վերաբերյալ։ ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանին ձերբակալել են յուրացումների քրեական վարույթի շրջանակում։ Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացնում են, որ ՍԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Դանիելյանն ապրիլի 30-ին Փաշինյանի որոշմամբ ազատվեց ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից։ Նա այս պաշտոնին էր նշանակվել 2024 թվականի նոյեմբերին։ 89 տարեկանում մահացել է Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։ Նա 1958 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը աստղաֆիզիկոսի որակավորմամբ։ Սովորել է Մոսկվայի Լեբեդևի անվան ֆիզիկա ինստիտուտի ասպիրանտուրայում, գիտամանկավարժական հարուստ կենսագրությամբ գիտնականը 2006-2021 թվականներին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահն էր։ Սիրամիշ Մուրադյան, ժամը լրատվական։ Եվ վերջում օդերևութաբանական կանխատեսումների մասին մայիսի 6-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայիսի 8-ից 10-ը առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ, իսկ եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը իր հուսալի, անվտանգ եւ գերխնայող գազի կաթսաներով, որոնք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութների ցանցում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ։ Այժմ եղանակի մասին առավել մանրամասն։ Եվ այսպես Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռներում սպասվում է 15-ից 19, Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում 16-ից 20 աստիճան ջերմություն, Լոռիում կլինի 16-ից 20, Տավուշում 18-ից 21 աստիճան տաքություն, Արարատում, Արմավիրում սպասվում է 20-ից 22, Սյունիքի Հովիտներում 18-ից 23 աստիճան ջերմություն, Սյունիքի նախալեռներում սպասվում է 14-ից 18 աստիճան։ Մայրաքաղաք Երևանում գիշերը սպասվում է 10-ից 12, ցերեկը 19-ից 21 աստիճան, երեկոյան ժամերին կլինի 13-ից 15 աստիճան տաքություն։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում։